Չկայում Հայաստանում նախատեսվում է շաքարի նոր գործարանի, այսինքն Սևանի գործարանի վերագործարկում։ Ով կարար այդպիսի բան երևակայել 7 ամիս առաջ, որ Հայաստանում կարող է, ասենք, շաքարի գործարան բացվել։ Գործարանն այդպես էլ չբացվեց։ Հիմա ասում են, բա մեզ պետք էր այդ գործարանը, եթե շաքարը թանկ էր լինելու։ Նոր գործարանի արտադրության փորձեր միշտ էլ եղել է տարբեր ժամանակներում, տնտեսական անարդյունավետության պատճառ, այսինքն միշտ այսպես է ստացվել, որ մենք քանի որ շաքարի հումքի խնդիր ունենք, ըստ էության, եւ ստացվում է, որ եթե Հայաստանում արտադրենք այդ շաքարը, մեր քաղաքացիները ավելի թանկ գնով են ըստ էության առնելու, քան թե ներմուծում է կատարվում եւ այդ պարագայում բնականաբար տնտեսական նպատակահարմարությամբ գործարանը երբեմն աշխատում է, երբեմն չի աշխատում։ 2018-ին Փաշինյանը գնաց Վանաձորի կոմպոզիտային գազաբալոնների գործարանի բացմանը։ Խոստացան $21 միլիոն ներդրում, 120 աշխատատեղ։ Ասացին, Վանաձորը կարող է դառնալ խոշոր արդյունաբերական կենտրոն։ Դարձավ։ Պատկերացնում եք Հայաստանում քանի գործարան կա, քանի աշխատակից, քանի տոննա այն անեկդոտը հիշեցի, որ ասում եմ, դե հիմա ասենք տանկերի բաները, տանկանակը չէ, բաները, համարանիշները, հա։ Մեզ խոստանում էին, որ կարտադրվի հայ-իրանական Սայնա Արմենինա մեքենաներ, էլի չեղավ։ Տեսեք 2018 թվականի բան կարող է ինձ ասեք, եւ ես օրինակ այդ բային նույնիսկ պետական պաշտոնյա չեմ եղել։ Պատգամավոր էլ չեմ եղել։